Եկեք միասին սովորենք SMM Gemini-ի հետ։ Որպես արդեն ոչ սկսնակ content maker, ուզում եմ ստուգել իմ գիտելիքները SMM-ի մեջ։ Ուրեմն, ուզում եմ անցնենք այսօր SMM 11 ըստ Gemini-ի։ Ուրեմն, ընդհանուր ունենալու ենք 12-10, որը բաժանված է լինելու 5 մոդուլների մեջ։ Առաջին մոդուլը ռազմավարություն branding, երկրորդ մոդուլ content եւ սցենարներ, երրորդ մոդուլ վիզուալ եւ վիդեոմոնտաժ, չորրորդ մոդուլ առաջխաղացում եւ գովազդ, 5-րդ մոդուլ մոնետիզացիա եւ հաճախորդներ։ Հիմա Gemini-ն ինձ առաջարկում է ընտրել ինչ-որ թեմա, որի վրա մենք կկենտրոնանանք։ Ես ընտրել եմ երկուսի վրա կաշխատեմ։ Անհատական բլոգը, որովհետեւ ես հիմա եմ վարում, եւ ընտրել եմ սրճարան։ Փորձենք։ Առաջին դաս թիրախային լսարան եւ position դիրքավորում։ Այսօր ցանկացած գրագետ խտանք սկսում է բարձրացից, թե ով է մեր թիրախային լսարանը։ Դա կլինի երեխա, կլինի դեռահաս, թե կլինի մեծահասակ մարդ։ Սրճարանի դեպքում հիմնականում ունենում են 2-ից 3 տեսակի ֆրիլանսերներ, ովքեր աշխատում են հեռակա, ուսանողներ ու հանդիպումներ, ժամադրություններ այդպես։ Անհատական բլոգի դեպքում դա կախված է, թե դու ինչ հետաքրքրություններ ունես։ Օրինակ, իմ բարագայում դա հիմնականում lifestyle, նկարչություն, մի քիչ հումոր, գործնական առաջադրանք է հիմա մեզ տալիս, մտածիր քո սիրած կամ հորինած մի սրճարան, տուր նրան անուն եւ նկարագրիր 1-ից 2 նախադասությամբ։ Քայլ երկրորդ, ընտրիր անհատական բլոգի ուղղվածությունը։ Ես արդեն նշեցի իմ անհատական բլոգի ուղղվածությունը։ Ձայնագրում, ուրեմն թող սրճարանի անուն լինի Vanilla, կլինի լուսավոր տարածք կանաչ պատերով, տարային մթնոլորտով։ Վերջում ասաց, որ ամեն ինչ շատ լավ է։ Իսկ ինձ հետաքրքիր է, թե դուք ինչպիսի սրճարան կպատկերացնեիք։ Սա եղավ իմ առաջի դասը, 12 դասն տեղադրելու ու սպասեք երկրորդ դասին։ Դու չմոռանաս բաժանորդագրվել այդ